Անի խոշորացված համայնքի Սառնախբյուրի սիրելի բնակիչներ, ողջունում եմ բոլորին, նա ծափ տվեք տաքացեք։ Այսօր առավոտը մենք լավ լուրերից ենք սկսում, որովհետև պատմական իրադարձություններ են տեղի ունենում և Հայաստանը ևս մի ուղղությամբ երկաթուղային կապ է ստանում և ախալքալակ կարճ երկաթուղով բացվում են մեր ճանապարհները և ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, որ ի վերջո շրջափակումը քայլ-քայլ հաղթահարվում է։ Այսինքն, ինչպես նախորդ տարվա վերջում Հայաստանը հնարավորություն ստացավ Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, հետագայում նաև դեպի Ղազախստան, հետագայում դեպի Չինաստան երկաթուղային կապ ստանալու, հիմա մենք էլի Վրաստանի տարածքով ախալքալակ կարճ երկաթուղով հնարավորություն ենք ստանում երկաթուղային կապ ստանալ եվրոպական երկրների հետ և Սիրիայի Արաբական Հանրապետության հետ։ Ես ուզում եմ մենք գնահատենք այս իրադարձությունը, որովհետև սա նշանակում է, որ Հայաստանի համար նոր շուկաներ են բացվելու, նոր արտահանման հնարավորություններ են բացվում և սա շատ կարևոր և դարակազմիկ իրադարձություն է։ Առաջիկայում արդեն մեր բիզնես պատվիրակությունները, մեր արտահանողները կմեկնեն նաև տարածաշրջան, կմեկնեն Թուրքիա, կմեկնեն նաև հետագայում կկազմակերպենք Սիրիա, Եվրոպական միության երկրներ, նաև կազմակերպենք Եվրոպայի այն երկրները, որոնք Եվրոպական միության անդամ չեն և որոնց հետ մենք մեծ լավ կապեր ունենք և հարաբերություններ ունենք, որպեսզի մենք հասկանանք թե այս հնարավորությունները ոնց ենք օգտագործում։ Սա շատ էական է և ուզում եմ ասեմ, որ մեր տնտեսությունը շարունակում է շատ լավ տեմպերով աճել և մենք համոզված ենք, որ տնտեսությունը շարունակելու է լավ տեմպերով աճել։ Հարց կարածակի, ինչ կապ ունի այս թեման մասնավորապես Սառնախբյուրի հետ։ Ժողովուրդ, վերջին 2018 թվականից ի վեր մենք շարունակաբար աճեցնում ենք պետական բյուջեի եկամուտները։ Ինչքան շատ են աճում պետական բյուջեի եկամուտները, այնքան մենք ավելի մեծ հնարավորություններ ենք ունենում տարբեր մեր բնակավայրերում ծրագրեր իրականացնել։ Մասնավորապես ես գալիս տեսա, որ Սառնախբյուրում ճանապարհը կառուցվում է, նորոգվում է։ Իմացա, որ մանկապարտեզի շենքն է կառուցվում և մենք ավարտում ենք 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը և միանգամից սկսում ենք 300 դպրոց դրոպ 2, այսինքն երկրորդ 300 դպրոցի կառուցումը և շինարարությունը։ Բայց ես դες մի գաղտնիք եմ ուզում ասեմ, որ մեր քաղաքական թիմում, առնվազն կառավարությունում և խմբակցությունում, երբ որ ասում են Սառնախբյուր, առաջին հերթին հասկանում են խմելու ջրի պրոբլեմ։ Եվ մենք բոլորս գիտենք, որ ինչ անենք, չանենք, մինչև Սառնախբյուրի խմելու ջրի հարցը ցանցի, ես ինչքան հասկանում եմ ցանցի հարցա, չէ։ Ահա։ Ինչքան պետք է, ինչքան պետք է կառուցվի, այսինքն ջրակից պետք է կառուցվի։ Ընդհանրապես ես ձեզ ուզում եմ ասեմ, ժողովուրդ, ոնց որ մեր նախորդ 5 տարիներին ամենակարևոր խնդիրների մեջ էր խաղաղության օրակարգը, հաջորդ 5 տարիներին ամբողջ հանրապետությունում կարևորագույն խնդիրների մեջ առնելու ջրի խնդիրը, խմելու և ոռոգման ջրի։ Այսինքն մենք այսօր էլ հսկայական աշխատանք ենք արել խմելու ջրի ոլորտում, բայց հանրապետությունում, այսինքն հարյուրավոր կիլոմետրեր ջրագծեր ենք մենք կառուցել հանրապետությունում, բայց այսօր ջրի խնդիրը դեռևս հանրապետությունում չենք կարող ասել, որ լուծված է, բայց այնուամենայնիվ հաջորդող 5 տարիներին խմելու և ոռոգման ջրի խնդիրը մեզ համար լինելու է առաջնահերթություն։ Եվ ես ասում եմ, որ Սառնախբյուրում և ճանապարհը դե պարզ է, արդեն ընթացքի մեջ է, սա նշանակում է, որ Մայրուղուց մինչև գյուղամեջ ճանապարհը կառուցվել է, այդ ըստ էության
լուծվող հարցը տեղ խնդիր չունենք։ Մանկապարտեզի նորոգումը տեղի կունենա, դա երբ է նախատեսված ավարտը։ Երկու ամսից մանկապարտեզը կբացվի հիմնանորոգված վիճակում, դպրոցը ծրագրի մեջ է, դպրոցը արդեն այսինքն դպրոցն էլ ներառված, մնում է մենակ մրցույթը լինի եւ երրորդ հաջորդ հարցը որ պետք է լուծենք այդ ջրի հետ կապված խնդիրներն է, ջրի հետ կապված խնդիրներն էլ միանշանակ եւ աներկվա կլուծենք, ջրային կոմիտեի նախագահն էլ այստեղ դրա համար նաեւ, բայց ընդհանուր առմամբ ուզում եմ ասեմ հաջորդիվ ջրային խնդիրները ամբողջությամբ լուծելու են, բայց նաեւ հետեւյալն եմ ուզում ասեմ վերադառնալով ախալքալակ կարս երկաթուղում ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնեմ եւ շնորհակալություն արտահայտեմ Վրաստանի մեր գործընկերներին եւ Թուրքիային, որ մենք քայլ առ քայլ գնում ենք առաջ, բայց հիմա նաեւ առաջիկայում մենք սկսելու ենք Գյումրի ախորիկ այն կողմից բնակավայրը կարծեմ Աքաքիա կոչվում, այդ հատվածի վերականգնումը Թուրքիայի կողմից արդեն սկսել է եւ երկաթուղին բացվելու է, մենք նաեւ երասխի հանգույցի նորոգումն ենք սկսելու, ընդ որում Հայաստանի կառավարությունը իր վրա է վերցնելու, չնայած կոնցեսիոն պայմանագիր կա, մենք ներդրում ենք անելու եւ երկաթուղին նորոգելու ենք, վերականգնելու ենք եւ երկաթուղին բացվելու է։ Առաջիկա տարիներին ժողովուրդ հիմա մեծ իրադարձություններ են սպասում եւ այդ իրադարձությունները տեղի են ունենում։ Տրիպ նախագիծն է իրականացվելու, ինչը նշանակում է, որ Հայաստանը ըստ էության եւ դա այսօր արդեն տեղի է ունեցել եւ տեղի է ունենում։ Հայաստանը վերջին տարիներին աշխարհի ծայրամասից տեղափոխվել է քաղաքական եւ տնտեսական իմաստով դարձել է աշխարհի կենտրոն, որովհետեւ տրիպ նախագիծը երբ որ իրագործվի, իսկ դա առաջիկայում իրագործվելու է, հիմա մենք առաջիկայում պատրաստվում ենք Միացյալ Նահանգների հետ ստորագրել արդեն համաձայնագիրը, որը լինելու է այն շրջանակում, որը արդեն հրապարակված է, այս էլ է շատ կարևոր։ Շատ կարևոր է, ինչի մասին ես խոսում եմ, բոլոր սկզբունքները հրապարակված են։ Եվ մենք մեղրիով ունենալու ենք երկաթուղի, մենք երասխով մեղրից մտնելու է Նախճեվան, Նախճեվանից երասխ, երասխից գալու է Գյումրի, Գյումրից մտնելու է Ախորիկ, Ախորիկից մտնելու է Թուրքիա, եւ նաեւ շատ կարևոր է, որ այս ոչ նախագծի իրականացման արդյունքում նաեւ բացվելու է Իրան-Հայաստան երկաթուղին։ Այսինքն Պարսից ծոցից մենք ունենալու ենք երկաթուղային կապ մինչև Սև ծով, Բաթումի, Փոթի եւ նաեւ Անակլիա նավահանգստներ։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ մեր երկրի տնտեսական իրադրությունը 100%-ով շրջադարձային կերպով փոխվում է եւ հիշում եք ժամանակին երբ որ մենք ներկայացնում ենք խաղաղության խաչմերուկ նախագիծը հարցեր ծագում թե նախագծի իրագործումը ինչքանով է իրատեսական այսօր դա դառնում է իրականություն Հայաստանը պատերազմի փակուղուց վերածվում խաղաղության խաչմերուկի եւ շատ կարեւոր է որ այս նախագիծն է այսօր դրված սեղանին եւ դա կարա տեղի ունենա միայն Հայաստանի քաղաքացիների աջակցության պայմաններում։ Ինձ համար շատ կարևոր է, որ ընթացիկ process-ների ամբողջ խորքը եւ իմաստը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արձանագրեն։ Իսկ տեղի ունենում հետեւյալը. ես երևի 2 տարի առաջ իմ Facebook-յան էջում մի հատ գրառում էի արել, որը շատ մեծ բանավեճերի տեղիք տվեց։ Ես ինչ էի գրել։ Գրել էի, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Եվ կային մարդիկ, որ ասում են, ես ինչ ասում։ Ինքը ուզում է մեր կախվածությունը շատերից ավելացնի։ Եվ ես ուզում եմ ձեզ օրինակը բերեմ, թե ինչ նկատի ունեի դա ասելով։ Եվ հետո հետագայում մենք դա ավելի կկոնկրետացնենք։ Եկեք պատկերացնենք, որ մենք ջուր ստանում ենք, քանի որ Սառնակում ջրի հարց է, մենք ստանում ենք օրը 2 շիշ ջուր։ Այդ մեր օրը 2 շիշ ջուրը մեզ ամեն օր բերում է մի հոգի։ Մենք մենակ մի հոգի ունենք, որ մեզ բերում է ջուր։ Պարզ է, չէ՞ որ առանց ջրի մենք չենք կարող ապրել։ Հիմա ինչ կարա տեղի ունենա այս պայմաններում։
Կարա տեղ ունենա հետևյալը, այն մեզ ջուր բերողը հասկանա, որ մենք ուրիշ տարբերակ չունենք ջուր ունենալու։ Եվ հետևաբար ինքը կհասկանա, որ մենք իրանից շատ մեծ կախվածություն ունենք, եւ հետևաբար այս իրադրությունը հասկանալով ինքը կարա մեզ տարբեր իրադրություններ դնի, մեզ համար ոչ հաճելի եւ մեր շահերից չբխող պայմաններ դնի, ամենատարբեր պայմաններ։ Եվ չեմ ասում ուրիշ բան կարա ալնի, երբ որ այդ մի հոգին այդ ջուրը բերում ամեն օր, կարա այդ մարդը կարա հիվանդանա, չէ, մարդը երջը կարա հիվանդանա, կարա անկողնային վիճակում հայտնվի, կարա ճանապարհին պատահարի հանդիպի, կարա վթարի ենթարկվի, կարա վրաերթի ենթարկվի, եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ այս իրավիճակում մի հոգուց ջուր ստանալու մեր գործընթացը, եթե նույնիսկ մի ամիս, եթե նույնիսկ 2 ամիս, եթե նույնիսկ մի տարի ոչ մի բան չի պատահում, դա նշանակում է, որ մենք անընդհատ ռիսկի մեջ ենք, որ այդ բանը կարա պատահի, կարա տրամադրությունը լավ չլինի, կարա մի օր խոսքներս հասնի իրար մի հատ փոճոր բանի շուրջ վիճենք, եւ այդ ջուրը կդառնա բանավեճի մեջ օգտագործվող փաստակ։ Եվ այդ պատկերացնենք իրավիճակ, երբ որ մենք 2 հոգուց ենք ջուր վերցնում, երբ որ մենք 2 հոգի ամեն ջուր բերում, սա նշանակում է, որ այդ 2 հոգին արդեն ինչքան մենք ենք իրանցից կախված, այնքան էլ իրանք են մեզնից կախված, որովհետև եթե մենք ջուրը գնում ենք իրանցից, երկուսը սկսելու են մտածել ոնց անեն, որ մենք ջուրը իրանցից գնենք եւ ոչ թե ուրիշին, եւ ստիպված են լինելու մեզ ավելի լավ պայմաններ առաջարկել, որովհետև հակառակ դեպքում իրանք կարան կորցնեն գումար, իրանք կարան կորցնեն հաճախորդ։ Բայց եկեք պատկերացնենք, մենք ջուրը գնում ենք 3 հոգուց։ Այս պայմաններում ընդհանրապես մեր դիրքերը ավելի բարելավում են, որովհետև արդեն 2-ի մեջ մրցակցությունը մեծ է, բայց 3-ի մեջ ավելի մեծ է, որովհետև այդ հարցը ավելի է սրվում։ Մենք արդեն ունենում ենք ընտրություն, ումից վերցնենք այսօր, ումից վերցնենք վաղը, ումից վերցնենք մյուս օրը, ումից ինչքան վերցնենք։ Մեկից կարանք կես լիտր վերցնենք, մեկից 300 գրամ վերցնենք, մեկից 200, կամ բոլորից 330, կամ մեկից, այսինքն մեր չկորձությունը մեծ, եթե 4-5 հոգուց, նախ այս դեպքում բացառում ենք ռիսկը, որովհետև եթե հիվանդանալ, բոլորը չեն կարող նույն օրը հիվանդանալ։ Եթե վրաերթի ենթարկվել, բոլորը չեն կարող նույն օրը վրաերթի ենթարկվել։ Եթե տրամադրությունները վատանան, բոլորը չեն կարող նույն պահին նույն օրը տրամադրությունները վատանալ։ Եթե վիճել, մենք ինչի պետք է, այսինքն չի կարա միևնույն վիճաբանությունը տեղի ունենա մյուսներ բոլորի հետ միաժամանակ։ Այսինքն ստեղ մեր ճկունությունները մեծանում են։ Նույնը վերաբերվում այն պարագային, երբ որ մենք ջուր վաճառում ենք։ Եթե մենք ջուր մի հոգու ենք վաճառում, եւ մեր ջրի եկամուտները ամբողջը գալիս են մի հոգուց, եթե նույնիսկ մի տարի, 2 տարի, 3 տարի, 4 տարի, 5 տարի, ոչ մի բան տեղի չի ունենում, մենք անդադ ռիսկի տակ ենք, այն այդ նույն տրամաբանությամբ, որ կարանք մենք մեզ կախվածության մեջ ենք դրել մի տեղից։ Հետևաբար, այս կախվածությունը, ինչքան մենք շատ մարդուց ենք կախված, մենք ոչ մեկից կախված չենք, եթե մի հոգուց ենք, մի հոգի է մեզ ջուր բերում, կամ մի հոգի ենք մեր ջուր վաճառում, մենք կախված ենք, մի հոգուց կախված ենք ու շատ ենք կախված։ Եթե 2 հոգու ենք ջուր վաճառում կամ 2 հոգու ենք ջուր բերում, 2 հոգի է մեզ ջուր բերում, մենք էլի կախված ենք 2 հոգուց։ Եթե 3 հոգի է մեզ ջուր բերում կամ մենք 3 հոգու ենք ջուր վաճառում, մենք ըստ էության շատ կախվածություն չունենք։ Եթե մենք 5 հոգի է մեզ ջուր բերում եւ մենք 5 հոգու ենք ջուր վաճառում, դա նշանակում է մենք ընդհանրապես անկախ ենք, որովհետեւ հավանականությունը, որ 5-ի պարագայում է կստացվի ինչ-որ խնդիր, մեծ չի, ընդհանրապես անհավանական է։ Նրանք, ովքեր հավանականությունների տեսության մասնագետ են, ավելի ճիշտ կասեն, բայց իմ աչքաչափը ասում է, որ դա անհավանական է։ Հիմա այս ամեն ինչը իմիջայլոց տեղավորվում է բալանսավորված եւ բալանսավորման
բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը իրականացրել ենք եւ դրա արդյունքում որ մենք ստացել ենք խաղաղություն։ Հիմա մեզ պետք է բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությունը իրականացնել նաեւ տնտեսության մեջ եւ մենք հիմա դա ենք անում եւ այստեղ մեզ պետք է հանգիստ առանց նյարդերի քայլ գնալ առաջ, որովհետեւ այսօր պատմական իրադարձություններ են տեղի ունեցել։ Մենք երկաթուղային կապ ունենք Չինաստանի հետ եւ այսօրվանից մենք երկաթուղային կապ ունենք Սիրիայի Արաբական Հանրապետության հետ Թուրքիայի միջոցով։ Սիրիայի Արաբական Հանրապետությունը մեզ համար մեծ շուկա է։ Եվրոպական միությունը ինքը բարդ շուկա է, բայց Եվրոպայում կա երկրներ, որոնք Եվրոպական միության անդամ չեն։ Եվ ելի եմ ասում, առաջիկայում մեր բիզնես պատվիրակությունները այցելելու են այդ բոլոր ուղղություններով եւ այդ չեմ ասում, որ փաստացի ստացվում է, որ Թուրքիայի շուկան էլ է մեզ համար բացվում, որովհետեւ եթե մտնում է երկիր, իմիջիալոց նաեւ հետեւյալը տեղի ունեցավ, եթե տեղեկեք, նախկինում Թուրքիայից Հայաստան ապրանքներ ներմուծել չէր կարելի եւ Հայաստանից Թուրքիա արտանել չէր կարելի, բայց տեղի էր ունենում փաստացի, դա ոնց էր տեղի ունենում, Թուրքիայից ձևակերպում էր որպես ներկրում երրորդ երկիր Հայաստանի Հանրապետություն, նույնն էր արտահանումը, այսօր այդ խոչընդոտն էլ ավերացած եւ նախկինում, քանի որ դա գնի եւ արտահանման արագության վրա էականորեն ազդում էր, շատ մեծ տնտեսական խոչընդոտներ է ստեղծում, այդ տնտեսական խոչընդոտները այսօր ըստ էության վերացած են։ Եվ հիմա այս իրադարձությունները տեղի են ունենում բոլորի աչքի առաջ եւ շատ կարեւոր է որ դուք գնահատեք այդ իրադարձությունները, բայց ես ուզում եմ ասել նաեւ որ այս բոլոր իրադարձությունները կապված են մի շատ կարևոր իրողության հետ։ Այդ իրողությունը խաղաղությունն է։ Հայաստանում ժողովուրդ ջան, ի վերջո հաստատված է խաղաղություն եւ ես բոլորին շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Եվ այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը ինքը ինչ է ուզում ապացուցի, ինքը ուզում ապացուցի, որ խաղաղությունը վատ բան է։ Այսօր Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան, կուսակցությունները, Հայաստան դաշինքը, իրանք Հայաստանից դուրս փողեր են ծախսում, որ Հայաստանի համար պրոբլեմներ ստեղծեն։ Շատ Հայաստանից դուրս փող են ծախսում, որ Հայաստանի համար պրոբլեմ ստեղծեն։ Այդ պրոբլեմները, եթե նույնիսկ ստեղծում են եւ կստեղծեն, չեն կարող լինել երկարատև։ Այդ պրոբլեմը կարա լինի մի շաբաթ, երկու շաբաթ, մաքսիմում 3 շաբաթ, բայց ես ձեզ երաշխավորում եմ, որ հունիսին այդ պրոբլեմները պարզապես գոյություն չեն ունենալու։ Ինչի, որովհետև իմիջիալը ձեզ ասեմ, մի քիչ գլուխ գովա։ Ես օրինակ կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միության Այն առանձնահատուկ, այսինքն ոչ թե կարծում եմ, այլ փաստը է։ Ես միակ պաշտոնյան եմ Եվրասիական տնտեսական միության, որ համ բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ եմ, համ միջկառավարական խորհրդի անդամ։ Այսինքն ուրիշ երկրի ղեկավար չկա, որ ԵԱՏՄ-ում համ վարչապետների խորհրդի անդամ է, համ նախագահների խորհրդի անդամ է։ Մյուս բոլոր երկրներ ներկայացված են կամ նախագահի բարձրագույն տնտեսական խորհրդում կամ վարչապետների խորհրդում։ Ես երկու տեղներ մասնակցում եմ, իհարկե նախընտրական քարոզարշավի ընթացքում ես չեմ կարողանալու մասնակցել, ես գործընկերներից տեղյակ եմ պահել դրա մասին, բարձր նախընտրական քարոզարշավը, բայց ընտրություններից հետո ձեր վստահության քվեն ստանալուց հետո ես կրկին ակտիվ մասնակցելու եմ եւ այդ բոլոր հարցերը որ ծագել են, դրանք շատ արագ լուծվող աշխատանքային հարցեր են։ Դրանք չեն կարող պարզապես չլուծվել, որովհետեւ եւ կարծում եմ ընդհակառակ, այսօր մենք պետք է գնահատական տակ, այնօր Ռոբերտ Քոչարյանը պարզ ասում է հետեւյալ հարցազրույցի մեջ, ասում է ես ակնկալում եմ պրոբլեմներ։ Ես ակնկալում եմ Հայաստանի համար պրոբլեմներ։
Մենք պարզ է, որ դուք ակնկալում եք Հայաստանի համար պրոբլեմներ։ Մենք էլ ոչ միայն ակնկալում ենք Հայաստանի պրոբլեմների լուծում, այլև լուծել ենք, լուծում ենք և կլուծենք Հայաստանի հետ կապված բոլոր պրոբլեմները։ Եվ այստեղ որևէ կասկած լինել չի կարող։ Բայց մենք էլ ենք պրոբլեմներ ակնկալում, բայց իրանց համար։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի համար ես ակնկալում եմ մեծ պրոբլեմներ, որին կնեն շատ երկար ժամանակով նստի բանտում կոնկրետ մարտի 1-ի գործով։ Ես պրոբլեմներ եմ ակնկալում կալուգացի օլիգարխի համար, որը Ժորժյան տասնյակ տարիներով մեր մանկապարտեզների վրա ավել հոսանքի փողագրել այդ մարդը և դրել գրպանը։ Կալուգացի օլիգարխը մեր մանկապարտեզների, մեր զորամասերի, ընդհանրապես մեր բնակության վրա, այսօր մեր իրավապահները ինչ են հայտնաբերել, ասենք դուք բոլորը, հələ մի հատ, եթե ուշադիր եղեք, բան արեք, ստուգեք, դուք բոլորը այս տարվա հունվար ամսին օրինակ վճարել եք էականորեն ավելի պակաս հոսանքի գումար, քան անցած տարվա հունվարին, որտեղ անցած տարվա հունվարին Երբ որ հեծը գտնվում էր կալուգացի օլիգարխի տիրապետության տակ, բոլորի վրա հոսանքի ավել գումար գրվել։ Իսկ այս տարի, երբ որ հեծը գրվում է մեր տիրապետության տակ, ձեր հոսանքի գումարները պակասել են։ Հլա գնացեք թղթերը հանեք, մի հատ բացեք։ Եվ իմիջայլոց ուզում եմ ասեմ, գիտեք ես ոնց է բացահայտվել, եւ ով է բացահայտել, եւ ինչն է բացահայտել։ Այս բացահայտելը Ուրեմն Երևանի պետական համալսարանում տեղադրված սուպերկոմպյուտերը, որը մենք նախորդ տարի տեղադրել ենք եւ պետական բյուջեից կարծեմ 2 միլիոն թե 3 միլիոն դոլար ենք ձեռք բերել եւ տեղադրել ենք։ Հիմա մենք տվյալները տալիս ենք սուպերկոմպյուտերի, բան կոշիկի ռազմերից սկսած ասում է, թե ով մասնավորապես եւ սուպերկոմպյուտերը վերլուծել է Եվ այս տարվա վճարումները, նախորդ տարվա վճարումներից հոսանքի միլիարդներով պակաս են, միլիարդ դրամներով, ընդ որում ամեն մարզում մոտավորապես տարվա կտրվածքով կամ ամիսների, այսօր մոռացա ճշտեմ, այս ընթացքում կճշտեմ, ամիսների կտրվածքով միլիարդների տարբերություն է տալիս, հոսանքի գումարը, այս տարվա և նախորդ տարվա, այս տարվան ավելի քիչ է, Այս տարվան ավելի քիչ է, այս նախորդ տարվանը ավելի շատ է։ Եվ այսպես միլիարդներ, տասնյակ միլիարդավոր դրամներ են գողացել ձեզնից հոսանքի ավել գումարներ գրելով։ Եվ մենք իմիջայլոց այնպես չի, որ դրանով չենք զբաղվել։ Մենք զբաղվել ենք, տեսել ենք, հատիկ հավաքել ենք եւ վերջով որոշում ենք կացել, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը պետք է լինի պետական։ Եվ Հայաստանի էլեկտրական ցանցերը այսօր պետական է եւ որպես ըստ էության կոպեկներով սեփականաշնորհածը մենք վերադարձրել ենք։ Մենք նաեւ 2018 թվականից պետական բյուջե լրացուցիչ մտցրել ենք 6 միլիարդ դոլար։ 6 միլիարդ դոլարն է, որ եթե հեղափոխությունը չլներ շարունակելու էր հոսել քրեական օլիգարխիայի գրպանը։ Մենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախպետությունը փայ ունի, այսօր 21%-ից ավելի, եւ 2018-ից 2025 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շուրջ 300 միլիարդ դրամով ավելի գումար է վճարել պետական բյուջե, քան նախորդ 8 տարիների ընթացքում։ Հաջորդը մենք Ծառոկյան Գոլոյան կլանի առաջին խոշոր բռնագանձումն ենք իրականացրել եւ մասնավորապես Կոտայքի նախկին մարզպետ Կարո Գոլոյանի առանձնատունը 2.5 միլիոն դոլար շուկայական արժեքով այլևս իր սեփականությունը չի ժողովուրդ, այլևս Հայաստանի ժողովրդի սեփականությունն է։ Եվ մենք առաջիկայում այնտեղ ստեղծելու ենք ծերերի խնամքի կենտրոն, այն ծերերի, որոնք առանց խնամքի ենք մնացել։ Ավելին ասեմ, մենք 2018 թվականից մինչև օրս շուրջ մենակ ապօրինի գույքի եւ համայնքային սեփականության վերականգնման procesով 770 միլիոն դոլարի գույք եւ դրամական միջոցներ ենք վերադարձրել պետական բյուջե։ Մենք ֆինանսների նախկին նախարարի տունը
Միացյալ Նահանգներում հանել ենք վաճառքի մեր դատախազության հայտով։ Միացյալ Նահանգները հանել է վաճառքի եւ հիմա բյուջեի 70 այդ վաճառքի գնի 70%-ի փոխանցումն է տեղի ունենում Միացյալ Նահանգներից Հայաստանի պետական բյուջե։ Ընդ որում ինչի 70%-ը դա կապված է Միացյալ Նահանգների օրենքների առանձնահատկությունների հետ։ Հիմա դուք կհարցնեք, շատ լավ է, միլիարդ ընդ միլիարդ, բա ինչ է կարել այդ փողերը։ Մենք ինչ ենք կարել այդ փողերը։ Մենք այդ փողերը թոշակ ենք ավելացրել, ժողովուրդ ջան, թոշակ ենք ավելացրել։ Ճիշտ է, թե ճիշտ չի։ Մենք 2018 թվականից 7 տարբեր որոշումներով թոշակ ենք ավելացրել։ Եվ այսօր մեր պատմության մեջ առաջին անգամ նվազագույն թոշակը 2018 թվականից մինչև այսօր մենք եռապատկել ենք։ 2018 թվականին եղել է 16000 դրամ, այսօր 46000 դրամա չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետվճարը։ Հաջորդը էլ ինչ ենք արել, առողջության ապահովագրության համակարգ ենք ներդրել, կամ մարդիկ, որ օգտվել են առողջության ապահովագրության, դե ծափ տվեք։ Մենք դպրոցներ ենք կառուցել, մենք մանկապարտեզներ ենք կառուցել, մենք ճանապարհներ ենք կառուցել, Հյուսիս հարավը տեսել եք, ժողովուրդ ջան, Հյուսիս հարավը տեսել եք։ 2018 թվականից մինչև այսօր մենք Շիրակի մարզում 400 միլիոն դոլարի ներդրում ենք իրականացրել, 400 միլիոն դոլարի։ Հայաստանի կառավարությունը երբեք Շիրակի մարզում 400 միլիոն դոլար չի ներդրել, երբեք, սա առաջին անգամն է, բայց ժողովուրդ ջան, այն 30 տարվա 400 միլիոններ, որ չեն ներդրվել, այնպիսի փոս է ձևավորվել, ես ամեն շատը դրանից եմ նյարդայնանում, այսքան սարքում ենք, բայց հլա այնքան սարքելու բան կա, որ հլա ագին էլ պետք է սարքենք։ Հիմա եթե դուք 2026 թվի ընտրություններին հունիսի 7-ին գնաք եւ քվեարկեք մեր օգտին, բանի տեմպը, կառուցելու տեմպը ոչ միայն կպահպանվի, այլև կավելանա։ Չքվեարկեք, բանի Գոլոյանի տունը հետ կգնա Գույզու Գոլոյանի, հետ կգնա բանին, կալուգացուն, Զանգեզուրի պղնձամոլիվներային կոմբինատը կգնա, ինչպես նախկինում են, ժողովուրդ ուրեմն աբսուրդը հասել էր ընդե, որ երբ որ 2021 թվին մենք Զանգեզուրի պղնձամոլիվներային կոմբինատի փայինք բերում կառավար, բան, պետության միջոցով ժողովրդին, ասում են դա կոռուպցիոն գործարք է։ Իրանց ընտանիքներից վերցրել ենք, բերել ենք պետության, ասում են կոռուպցիոն գործարք է, որ Սուսուփուս տանեի աղբորս, հորողբորս տղու կամ ընտանիքիս անդամի անունով գրեի, չէին ասելու կոռուպցիա է, ասել են դե շուկայական, այսինքն տանեի մի հատ Պանամայում ընկերություն գրանցել տայի, Պանամայի ընկերությունից տանեի մի հատ, ասենք ենթադրենք, Կայմանի կղզիներում ընկերություն, ընդեից բան, վերջում Կիպրոս բերեի, ես ես ուզում եմ բանի օրինակը հիշեցնեմ, Golden Palace հյուրանոցների օրինակը, ռեպորտաժները կա YouTube-ում նայեք, Ռոբերտ Քոչարյանը բանը կանգնած են օտար երկրյա ներդրումներով հյուրանոց է կառուցվում բանում, Երևանում եւ Ծաղկաձորում։ Հետո պարզվեց, որ դա Ռոբերտ Քոչարյանինն է։ Ես դες պատասխանատու ասում եմ։ Ուշադիր լսեք ինչ եմ ասում, ժողովուրդ, ես դες պատասխանատու։ Ես 8 տարի վարչապետ եմ, այն գույքը, որը ես հայտարարագրել եմ, այդ գույքից մի աթոռ ավել նույնիսկ ես չունեմ։ Մի աթոռ ավել նույնիսկ ես չունեմ։ Այն ինչ որ ես ունեմ, ամբողջությամբ հայտարարագրված է եւ վարչապետի պաշտոնը ես որևէ կերպ չեմ օգտագործել իմ ունեցվածքը ավելացնելու համար, բացառությամբ այն ինչ որ հասանելի է նաեւ այլ քաղաքացիների։ Կինո հայրենիքի տունը վաճառել եմ հիմա կառուցվող շենքում, հələ կառուցված չի, կառուցվող շենքում բնակարան ենք ձեռք բերել եւ այլ Հայաստանի Հանրապետությունում այդ մեխանիզմով 54000 ընտանիք տուն է ձեռք բերել, 54000 ընտանիք։ Եվ մենք 2018 թվականից
$1 միլիարդ աջակցություն ենք ցույց տվել մարդկանց բնակարանային տարբեր ծրագրերով, ներառյալ սահմանամերձ գյուղերի 16 միլիոնների ծրագրերով։ Այսօր 3400-ից 400 մոտ քվոտա է սահմանվել այդ բնակարանների համար։ Եվ մենք հիմա Երևանում սահմանափակում ենք, որ բնակարանաշինությունը գա դեպի մարզեր եւ կամած գալիս է դեպի մարզեր եւ այդ թվում գյուղական ծրագրերով գյուղական վայրերում այդ ծրագիրը աշխատում եւ ես համոզված եմ առաջիկայում ավելի ակտիվ կաշխատի։ Ես ուզում եմ շատ ծրագրեր կա, մենք մարդկանց չենք էլ հասցրել այդ ծրագրերի մասին իրազեկենք նորմալ։ Երբ որ մենք սահմանամերձ գյուղերի ծրագրերի 16 միլիոնը ներդրել էինք, ասում ենք 16 միլիոն տալիս ենք տուն սարքենք սահմանամերձ գյուղերում։ Ժողովուրդ 6 ամիս մի հատ արձագանք չկար։ 6 ամիս մի մարդ չէ դիմել այդ ծրագրով։ Գնում ենք մարզեր, ասում ենք բանը, ասում ենք ժողովուրդ ինչի չեք դրում։ Ասում են չհասկացա, այդ դուք մեզ մի լրիվ միամիտի տեղ եք դրել։ Ասում են ի՞նչ նկատի ունեք։ Ասում են դե ասել եք լուրերի համար է, դուք լուրջ ուզում եք ասեք, որ դուք 16 միլիոն մարդուն փող եք տալու, որ տուն սարքի։ Այսօր արդեն հարյուրավոր տներ, հազարավորներ ընթացքի մեջ են, հազարավորներ, բայց հարյուրավոր տներ արդեն կանգնած են, հարյուրավոր տներում արդեն մարդիկ ապրում են, եւ այո, մենք այս կառավարությունն ենք, որ աշխատում ենք ձեզ համար, բայց այս ամեն ինչը, էլ եմ ասում, շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի, ամենակարևորը ժողովուրդ ջան հետեւյալն է, որ եւ այս ընտրություններին թիվ մեկ հարցը, որին պետք է պատասխանի ժողովուրդը հետևյալն է, ինքը խաղաղությանը տեր կանգնում է, թե տեր չի կանգնում։ Ամենակարևոր հարցը այդ է, որովհետև այսօր ասում եմ, մեր խաղաղությունը 9 ամսական է եւ մեր խաղաղությունը 9 ամսական երեխայի նման բոլոր բաներով։ Առաջինը 9 ամսական երեխայի նման ինքը մեր տան Հայաստանի ուրախությունն ու երջանկությունն է։ 9 ամսական երեխայի նման մեր տան ամենակարևոր ներկայությունն է, բայց 9 ամսական երեխայի նման ինքը շատ խոցելի է, եթե 9 ամսական երեխայի նկատմամբ հոգ չտանենք, խնամ չտանենք, ինքը չի ապրի, պատերազմի եռագլուխ կուսակցությունը, ասում գիտեք ինչ եկեք այդ երեխային հանձնենք որբանոց, որովհետև մենք ի վիճակի չենք տեր կանգնել խաղաղությանը, մենք դրա հետ համաձայն չենք, որովհետև նախ ուրիշի խնամքի տակ գտնվող խաղաղությունը մենք տեսել ենք ոնց է աշխատում եւ մենք համոզված ենք, որ Հայաստանում այլևս կա ժողովուրդ եւ քաղաքացի, որը կարող է տեր կանգնել խաղաղությանը, որովհետեւ խաղաղությանը տեր կանգնել նշանակում է տեր կանգնել պետությանը, խաղաղությանը տեր կանգնել նշանակում է տեր կանգնել ապագային, խաղաղությանը տեր կանգնել նշանակում է տեր կանգնել անկախությանը, խաղաղությանը տեր կանգնել նշանակում է տեր կանգնել սեփական տանը, որովհետև ձեր սեփական տան խաղաղությունը նշանակում է սեփական տանը ապրելու անառարկելի իրավունք։ Հաջորդն էլ եմ ուզում ասեմ, որ ժողովուրդ ջան, ժողովուրդը տերա մենք ծառայենք, ժողովուրդը ոնց որոշի, մենք ժողովրդի կայացած որոշումը ծանրոտ հետև չենք անելու։ Էլ եմ ասում, ժողովուրդը կորոշի, որ մենք պետք է թողենք, ես պետք է թողեմ գնամ, ես սուս կթողեմ կգնամ։ Ժողովուրդը կորոշի, որ ես պետք է մնամ եւ շարունակեմ իրական Հայաստանի կայացման ուղեգիծը, ես դա կանեմ մեծ պատվով, մեծ հաճույքով եւ մեծ խանդավառությամբ։ Բայց ելի եմ ասում, որպես մարդ, ով վերջին 8 տարիներին ձեր ցույցտվությամբ եւ մանդատով առաջնորդել է Հայաստանի Հանրապետությունը, ինձ իրավունք եմ վերապահում ձեզ խնդրելու, կոչ անելու, հորդորելու, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ գործեք հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք։ Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք։ Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք։ Որովհետև շատ կարևոր է հասկանալ, որովհետև ժողովուրդը պաշտոնի կռիվ չի, սա աթոռի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության,
հանուն անկախության, հանուն ապագայի, հանուն խաղաղության։ Իսկ քվեարկում ենք, մի րոպե։ Իսկ քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, սառնակոգին, անի խոշորացված համայնքին, Շիրակի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Խնդրում եմ մի հարցրեք եւ մի կանխատեսեք, մի փորձեք կանխատեսել, թե ինչա լինելու ընտրությունների արդյունքներով, որովհետեւ ընտրությունների արդյունքներով ինչ լինելը կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 այդ մեկ մարդը ստեղա թող ձեր բարձրացնի, եթե ստեղա։ Եվ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է կոչվում Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, սառնախմյուրին, անի խոշորացված համայնքին, Շիրակի մարզին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ժողովրդյան վաղը ժամը 20:00-ի ոչ մի րոպե շուտ եւ ոչ մի րոպե ուշ Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունենալու մեր եզրափակիչ հանրահավաքը բոլորից սիրով հրավիրում ենք, կհնչեն նաև այլ ելույթներ, նաև դրոշով նախատեսվում, նաև կնվագեմ ձեզ համար վարչապետի հետ։ Համեցեք, ուրախ եմ, շնորհակալ եմ բոլորին, շնորհակալ եմ։